Տարիներ անց մեր մանկության հեքիաթն է վերածնվել, առավել գունեղ ու պատկերազարդ։ Ժողովրդական արվեստների թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը մանկության գունեղ պատկերներով է զարդարված։ Դեռևս 1988 թվականին Արևիկ հրատարակչության լույս ընծայած ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների բնօրինակներն են, որոնց հեղինակը Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանն է։ Մահից հետո, երբ որ մենք փորձում էինք արխիվը կարգի բերել եւ թերթում էինք, մի հետաքրքիր թղթապանակ գտանք, որի մասին ես չգիտեի։ Թղթապանակում 35 էսքիզներ էին, ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզներ էին, որոնք շքեղ գույներ ունեին, շատ սիրուն էին, բայց գրքում 88 թվականին հրատարակված գրքում այդ գույները բնականաբար չկային, բայց կարելի էր հասկանալ, որովհետև 88 թվականին այդ բախտորոշ ժամանակաշրջանում խենթերին հատուկ բան էր, որ մարդիկ գիրք հրատարակեն, այն էլ մանկական, այն էլ 50,000 օրինակով։ 37 տարի անց ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ գիրքը վերահրատարակվել է, ամբողջությամբ հաղորդելով նկարչի վրձնի իրական գույները։ Բոլորիս երազանքն էր դարձել ունենալ նոր տարբերակները եւ որպեսզի գիրքը նոր կյանք ստանա եւ այսօր այս գաղափարն իրականություն է եւ մենք տոնում ենք այն միասին։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ գիրքը վերահրատարակելու գաղափարի համագաղափարակիցը, եթե կարելի է այսպես ասել, Սաբետին է, որովհետեւ երբ որ առաջին անգամ էսքիզները Սաբետին տեսավ, որպես մանկական հրատարակչության պատասխանատու, ինքը այնքան ոգևորված էր այս էսքիզներով, որ միանգամից իր մոտ էր նույն միտքը, ես հենց պայծառացած նայեցի, երբ որ Սաբետացած անպայման պիտի վերահրատարակենք թանգարանի պատերում։ Այո, եւ այս թանգարանում է այդ հանդիպումը եղել, քննարկումներն այստեղ են եղել։ Վլադիմիր Աբրահամյանը ոչ միայն գեղանկարիչ էր, այլև ավելի քան 250 գրքի ձևավորման հեղինակ։ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթների գիրքը նկարչի ստեղծագործական կյանքում յուրահատուկ ազդեցություն է թողել։ Որպես ընտանիքի անդամ մեզ համար շատ կարևոր է, որ Վլադիմիր Աբրահամյանի արվեստը այս գրքի միջոցով շարունակելու է ապրել, տարածվել, որովհետև իր ձևավորած 250 գրքից սա ամենակարևոր գրքերից է, առանց նա հատուկ տեղ ունի, որովհետև գրքի հեքիաթները մեկ-մեկ կարդացել է, հատուկ ձևավորել է, այս բազմաթիվ էսքիզները, որ տեսնում եք, դրանք իհարկե չեն ընդգրկվել գրքում, բայց ինքը նույնիսկ հեքիաթներ կան, որ մի քանի տարբերակներ է արել, այսինքն ինքը շատ ոգևորված է եղել, նույնիսկ այս երկու նկարը, որ տեսնում եք, պատահական չեն, ինքը այնքան ոգևորվել է հեքիաթով, որ առանձին կտավներ է ստեղծել։ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ գիրքը Արևիկ հրատարակչությունը 2025 թվականին վերահրատարակել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Կարծես թե ինչ-որ մի բան մեր մանկությունում կիսատ էինք թողել եւ արդեն բավական տարիներ էր բացը կար ֆրանսիական հեքիաթների հենց մեր հրատարակած ժողովածուն նորից լույս տեսնելու եւ որոշեցինք նոր արդեն դիզայներական ոճով վերահրատարակել ֆրանսիական ժողովրդական հեքիաթները։ Ծրագրի իրականացման ներշնչանքն իհարկե էսքիզների տրցակն էր, ասում է Սաբեթ Հովհաննիսյանը։ Երբ որ Նայրան Եփրեմյան խոսեց, ցույց տվեց նկարները Վլադիմիր Աբրահամյանի եւ ասաց, որ նույնիսկ կային նկարներ, որոնք չեն ներառվել նախկինում գրքի մեջ, քանի դեռ ինքը պատմում էր, ես արդեն մտքումս ունեի սրանք վերահրատարակելու, քանի որ մեր հեքիաթների ժողովածուներում բացակայում էր ֆրանսիական հեքիաթները, մենք այնինչ ունեինք անդադ վերահրատարակում էինք, բայց ոչ սա։ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները ժամանակին տպագրված ամենահայտնի մանկական գրքերից էր եւ կար գրեթե յուրաքանչյուր ընտանիքի գրադարանում։ Մի քանի սերունդ է մեծացել այդ հեքիաթներով եւ շատերիս պատկերացումները ձևավորվել են Վլադիմիր Աբրահամյանի կերպարների միջոցով։ Այսօր էլ ցուցադրության այցելուները շարունակում են հիանալ նկարչի արվեստով։ Ինձ հիացրել է այդ նկարիչի գույների այդ բազմազանությունը, այդ իսկ պատճառով էլ որոշեցի այսօր ներկա լինեմ այդ ցուցահանդեսին իմ թորնիկի հետ միասին։ Շատ նկարները հավանեցի ու գեղեցիկ էր։ Մանկուց շատ սիրել եմ հեքիաթներ ու շատ հետաքրքիր է, որ գրքի նկարազարդումները հիմա մենք տեսնում ենք։
Հասկանալի պատճառներով 1988 թվականին տպագրված գիրքն ուներ տեխնիկական թերություններ։ Ժամանակի տպագրական հնարավորությունները թույլ չեն տվել վերարտադրել վարպետի հեքիաթային նկարազարդումների ամբողջ շքեղությունը։ Այժմ նրա վառ գույները զարդարում են գրքի էջերը, ընթերցողին տեղափոխելով ֆրանսիական հեքիաթային գունեղ աշխարհ։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։